Դուք պիտի գրանցվեք երկու կայքում։ Այստեղ իրականում երկու հատ առանձին կայքեր են։ Այս մենք մտել ենք Յուսակո գայդը։ Ասեք ես հիմա սրանք այսօր ցույց է տալիս, ես բոլորը փակեմ։ Ըհը։ Մյուս առաջերտին պետք է գրանցվել Յուսակո օրգում այստեղ։ Գրանցվելու ժամանակ, որ լրացնեք այնտեղ դաշտերը անուն, ազգանուն, քաղաք, դպրոց, երկիր, մի հատ խնդրանք կա, որ ամեն ինչ ճիշտ լրացնեք ու այնտեղ նշել դպրոց ավարտելու տարին։ Ես խնդրում եմ, որ այդ դպրոց ավարտելու տարին ճիշտ նշեք։ Օրինակ ինձ պետք չի, չէ, ես գրանցված եմ, ես այդ տարին քառանիշ թիվ է, ով որ դպրոցական չի, ինքը 4-9 պիտի դնի, ես դրել եմ 4-9, բայց ձեզ խնդրում եմ, որ դուք հաշվեք, որ թվին, որ ավարտելու եք դպրոցը, ճիշտ այդ թիվը դնեք։ Ինչի համար, որ հետո մյուս տարի, որ ես մրցույթների մասնակցեք, ցուցակ է լինում, ինֆորմացիա է տրվում, թե դուք դպրոցականների մեջ որտեղ եք գրավել, հետո ես կապեր ունեմ ամերիկացի գոլեգայի հետ, հաճախ իրան դիմում եմ, խնդրում եմ, որ ինքը ինձ ուղարկի Հայաստանից մասնակիցների ցուցակը, իսկ ինքն էլ մենակ դպրոցականներին է ուղարկում, ով որպես դպրոցական չի գրանցվել, չի ուղարկում ու երևի ճիշտ է անում։ Մյուսը պետք է գրանցվել հենց այս կայքում, Յուսակո գայդում, սա ուրիշ կայք է։ Հիմա այս Յուսակո գայդը, եթե մենք սկզբից սկսում ենք, getting started, հա, ամենաառաջինը ստեղ պարզապես տեքստ է, նաև տեսեք YouTube-յան ինչ-որ բան կա, որտեղ խոսվում է ալգորիթմների բարդության մասին, այդ բարդությունները ընդունված է նշանակել O մեծատառով, դե իրականում եթե լրիվ ուզենանք ուսումնասիրել սրա տակ բավականին մաթեմատիկա կա, թե ոնց է սահմանում այս O-ն ինչ-որ ֆունկցիայի հետ կապված, պետք չի, որ մենք մտնենք այդքան մաթեմատիկայի մեջ, ուստեղ էլ ինձ թվում է այդ ամբողջ մաթեմատիկան չեն բացատրում, բայց հղումներ կա, այս հղումներով կարելի է գնալ մանրամասների, եթե ուզում եք կարդալ, բավական է սա մակերեսորեն իմանալ, որ եթե ձեր ծրագիրը այնպեսին է, որ մաթեմատիկական ինչ-որ բանաձև է, ապա օմեգա լուծումը, սա ամենաարագ լուծումն է։ Եթե ձեր ծրագիրը այնպես է, որ մեջը կա binary search, այսինքն երկուական փնտրում, ապա դա լոգարիթմական է, հա։ Եթե այս n-ը ինչն է, այս n-ը մուտքային տվյալների երկարությունն է։ Եթե այնպեսի լուծում է, որ միած ցիկլ է, որ ինչքան թիվ որ կարդում է, մուտքային տվյալները ինչքան որ կարդում է, միած ցիկլով լուծում է, ապա դա համարվում է գծային լուծում ON, կա ON log n-ը, որը որպես կանոն, երբ որ դուք սորտավորում եք անում, ընդ որում արագ սորտավորում, ոչ թե պղպջակի ալգորիթմով, ապա ստացվում է, որ ձեր ծրագրի արագությունը n log n է, սա շարած է արագից դանդաղ, հա։ ON քառակուսի, եթե այնպեսի լուծում է, որ կրկնակի ցիկլ է, հետո կարա լինի ON խորանարդ, ON 4 աստիճան, ընդհանրապես ON k աստիճան, ու ամենադանդաղ լուծումները 2n աստիճան, հա, այս ուղղակի սա պետք է մոտավորապես գաղափար կազմել, երբ որ դուք ալգորիթմի մասին ա խոսքը։ Դե ծրագրի արագագործությունն էլ այս վերջի ասյակը շատ հետաքրքիր է, որտեղ ինքը ասում է, ու սա ձեզ օգնում է, երբ որ դուք խնդիրը կարդում եք, ապա
պիտի ուշադիր նայեք սահմանափակումները, նույնիսկ եթե դա ենթախնդիրներով է գրված, ամեն ենթախնդրում ասում է, չէ՞, ու այս აუცილებლად օրինակ ահագին հուշում է, որ եթե n-ը 10-ից չի անցնում, ուրեմն այն ամենադանդաղ լուծումներն են սպասում։ Եթե n-ը 400 է, ուրեմն խորանարդային լուծում է, եթե 7500, ընդ որում սա, ինչքան ես հասկանում եմ, արագ համակարգիչներին է վերաբերում, այսինքն սերվերների եւ սերվերը որտեղ ստուգվում է, թեստավորումը արվում է, այսինքն պիտի բավականին արագ լինի, որ 7500-ի քառակուսին տեղավորվի։ Մոտավորապես ժամանակը համարում են ստանդարտը 1 վայրկյան, բայց դե օրինակ մեր profound-ի սերվերն են բավականին արագ է, ու այնտեղ նույնիսկ ոչ թե 1 վայրկյան, այլ 0.2 վայրկյան է, եթե մենք չենք փոխում խնդիրները, որ պատրաստում ենք։ Եթե n-ը 500,000-ի կարգի, առաջացնում ենք 100,000-ի, ապա դուք պիտի մանգաք այնպիսի լուծում, որ n log n լինի, այսինքն մեջը ուրեմն պետք է սորտավորում անել։ Եթե 16 աստիճան հասա, ուրեմն սա գծային լուծում է պետք, հա։ Այսինքն համարափակումներին նայելով սա հուշում է։ Կարելի է կռահել ինչ ուղղությամբ մտածել, ինչ կարգի լուծում է սպասվել։ Եթե վատ իդեա է գալիս, ուրեմն միգուցե իմաստ չունի, կամ եթե ուրիշ բան չկա, կարելի է ամեն դեպքում կոդը գրել փորձել։ Մյուս, այսինքն ես sense վրայով անցնում եմ, դուք հետո կարող եք մանրամասն կարդալ։ Մյուս վերնագիրը ստեղ տվյալների կառուցվածքների մասին է, ընդ որում իրանք սկսում են ամենահասարակներից զանգված, որ ենթադրում եմ բոլոր գիտեք զանգվածը ինչ բան է, այստեղ դինամիկ զանգված անուն են դրել, բայց դա C++-ում վեկտորն է, որ միջև վեկտոր չի օգտագործել, ուրեմն ուղղակի մի հատ նայեք, այստեղ հենց կարող եք նայել, թե այդ վեկտորը ոնց են օգտագործում, թվարկված է string-ը, դե սովորական string-ը, pair-ը զույգն է պատրաստի, ավելի հետաքրքիր տվյալների կառուցվածքը ստեղ ոչ էլ վերեցին, հա։ Հենց որ այս վերնագիրն են ուղղակի կարդալու ծանոթանալու վերնագիրը, անցնենք երրորդին։ Երրորդը դա սիմուլյացիա է։ Այ վերևը տեսեք գրած է very frequent, այսինքն այս արդեն այնպիսի թեմա է, որը շատ հաճախակի է հանդիպում օլիմպիադաներում ու մենք պիտի սրա վրա կանգ առնենք։ Սիմուլյացիան որն է։ Դա այն խնդիրներն են, որ դե կարելի ասել ինչ որ գրված է խնդրի պահանջի մեջ, այն էլ պետք է անել, հա։ Ստեղ իրանք մի հատ օրինակի վրա այս shell game-ը ինչ որ բրուզի խնդիր է Ես եմ բացատրում ուզում է։ եմ Սուպերմենին։ Սա կարող եք կարդալ ու մենք տեսնում ենք, որ ներքևը կա խնդիրներ։ Այ հիմա պիտի բոլոր այս խնդիրների վրայով անցնենք։ Հիմա այս կանաչ օղակը ինչ է նշանակում։ Դուք որ գրանցվում եք այս կայքում, հետո որ խնդիրը որ լուծում եք, ապա այս մեր հարևանները երևի ինչ որ վերանորոգում է սկսել, այս ձայնը ոնց որ թե մեզ խանգարելի է։ Դուք ինքներդ ձեր ձեռքով այս օղակների մեջ հիմա եթե ես կլիկ անեմ մկնիկը, տեսեք մի քանի նշաններ կա, կարելի է դնել solving, որ հիմա լուծում ենք, solved, որ արդեն լուծել ենք, բաց ենք թողնում, իգնոր ենք անում, կարող եք ձեր նշանը դնել, սա ձեր համար է, այսինքն այս պահը ավտոմատ չի արված, ու եթե կլիկ անենք, օրինակ ես առաջի խնդիրը, հա, call signal-ը, եթե ես հիմա սա կլիկ անեմ, ինքը ինձ տանում է մյուս կայքը, USACO org-ը, բայց երբ որ ես այս USACO org-ում լուծեմ այս խնդիրը,
այստեղ ավտոմատ կերպով դա չի ֆիքսվում, որ ես այդ խնդիրը լուծել եմ։ Հա, ուրեմն ես պետք է իմ ձեռով ինքս նշեմ, որ խնդիրն եմ լուծել։ Դրա համար ավելի լավ է դուք գրանցվեք, նշեք, որ խնդիրը ինչա, ու եթե ու լավ կլինի մի հատ էլ որ կլիկ անենք ինչ ընտրություն կա, նայել ենք, բաց ենք թողնում, իգնոր ենք անում, հա, այստեղ մի քիչ վատ է ընտրությունը, որովհետև ինձ հետաքրքիր կլիներ նաև իմանալ, որ եթե փորձել եք, քանի թեստ անցել, կամ որ ուղարկել եք լուծումը, ինչ պատասխան եք ստացել, time limit-ը, թե wrong answer-ը, մյուս դասերին միգուցե կպայմանավորվենք, թե այդ տեղեկությունը դուք ինձ ոնց ներկայացնեք, որտեվ սա ոնց ասեմ, եթե այս դասերը անում ենք, ուրեմն պիտի աշխատենք, հա, պիտի լուծենք այս խնդիրները ու լավ կլինի, որ ես իմանամ, թե ում մոտ ինչ վիճակ կա, ինչ հարցեր են առաջացել։ Հիմա գնանք առաջի խնդիրը, որը կոչվում է call signal, այսպես խնդիրը։ Ոստեղ խնդիրներից շատերը ունեն հայերեն թարգմանություն, որտեղ այս խնդիրները յուսակոյի մարզիկներում են եղել, իսկ ես բոլորին կոչ եմ անում մասնակցել ֆիզմատիկ, բոլոր երեխեքին կոչ եմ անում, քվանտում չգիտեմ ոնց է դրվածքը, այնտեղ պարապողները պիտի որ կոչ անեն, որ մասնակցեք այս յուսակոյի օլիմպիադաներին, իսկ յուսակոյի օլիմպիադաները օլիմպիադայից առաջ ուրբաթ օրը ինձ ուղարկում են խնդիրները, ես դրանք թարգմանում եմ, HTML ֆայլերը ուղարկում եմ իրանց, իրանք էլ տեղադրում են։ Հիմա սա եկեք տեսնենք ինչի մասին է այս խնդիրը։ Այս հիշեցի այս խնդիրը։ Սենց ինչ որ X-երով կետիկներով մի հատ նկարատված, այն վերևի 5-ը 4-ը դա նկարի չափերն է, 5-ը տող 4-յուն, իսկ այն երկուսը դա զումի չափն է, նկարը պետք է մեծացնել։ Հա, կոնկրետ այս օրինակում պետք է 2 անգամ մեծացնել։ Այդ ինչ է նշանակում, որ եթե այստեղ 5 տող է, ուրեմն մեծում պիտի լինի 10 տող, եթե այստեղ 4 սյուն է, ուրեմն մեծում պիտի լինի 8 սյուն, հա, 2 անգամ, եւ տողերը պիտի 2 անգամ շատ լինեն, եւ սյուները պիտի 2 անգամ շատ լինեն, իսկ մեջի նկարը ոնց պիտի ստացվի, ամեն սիմվոլ պիտի կրկնվի այնքան անգամ, ինչքան որ այս գործակիցն է, այսինքն եթե այստեղ 3 հատ x է, այստեղ պիտի լինի 6 հատ x, եթե այստեղ մի հատ կետ է, այստեղ պետք է լինի 2 կետ, հա, ու նաև տողը որ սարքեցինք, այդ տողը պիտի կրկնվի էլի այս գործակցի չափով, այս խնդիրը։ Հիմա նայում ենք սահմանափակումներին, տեսնում ենք, որ m-ը 10 է, n-ը 10 է, այդ չափերն են տողերի սյուների քանակը, կան էլ 10, այսինքն այն գործակիցն էլ 10, հետևաբար նկարի չափեր ամենաշատը լինելու է 100, այնպես որ սահմանափակումները շատ փոքր են, այսինքն այս խնդիրը չի պահանջում ինչ որ արագ, ինչ որ էֆեկտիվ լուծում, պետք է ուղղակի կարողանալ լուծել այս խնդիրը։ Դե իսկ սիմուլյացիա դա ինչ է նշանակում, որ այս նույն բանը պետք է անել, եթե հասկացանք խնդրի պահանջը, ուրեմն պետք է նույնիսկ կարելի է երկու չափանիշ զանգված չպահել, կարելի է կարդալ մի տող, այդ տողի սիմվոլները այս կայի չափով կրկնել, սարքել մեծացրած զում արած տողը, ու հետո այդ տողը կանգամ տպել, ու դա կլինի ամենահասարակ լուծումը։
Հիմա ինձ հետաքրքրում է կարող է մարդիկ կան, որ իրանք գիտեին այս յուսակո գայդը ու իրանք այս խնդիրները արդեն լուծել են։ Ովքեր են լուծել այս խնդիրը։ Այստեղ կա ձեռք բարձրացնելու հնարավորություն։ Շատում գրեցին Լևոնը Հայրապետյան լուծել է, Մարտիրոսյան Կարենը Գյումրիից է, չէ՞, Կարեն դու Գյումրիից ես։ Կարենը լուծել է, երկու հոգի լուծել են, ոնց որ էլի կա, հա, երկու հոգի լուծել են։ Հիմա ես բանավոր ասացի սրա լուծման սխեման, հիմա հարցը բոլորին, դուք ոնց եք ուզում գրենք սրա կոդը կամ ովքեր որ լուծել են, խնդրենք, որ իրանք ցույց տան իրանց ծրագիրը, թե դուք ուզում եք ինքնուրույն լուծել։ Դե, սենց այս խնդիրները ինքնուրույն լուծենք, հետո բայց եթե ինչ-որ հարցեր լինի, ինչ-որ խնդիր չկարողանանք լուծել, այստեղ քննարկենք Ահա, Պոլիգրաֆ։ դե դա ամենալավ մոտեցումն է։ Այսինքն նախ պետք է փորձեք, ավելավ փորձեք, շատ լավ ասեց Վաչեն, եթե հետո ինչ որ հարցեր առաջանա, մենք մյուս դասին կարող ենք քննարկել։ Լավ, այդ դեպքում այս դասին մենք ինչ անենք։ Որոշենք, թե քանի խնդիր ենք լուծելու մինչև մյուս դասը։ Մենք սկզբնական շրջանում դասերը անելու ենք շաբաթը մեկ անգամ, բայց երևի որ ես դպրոցի դասերից չէ, երևի որ թեթևանանք, ես էլ համալսարանի դասերից որ թեթևանամ, այն ժամանակ ինտենսիվությունը կմեծացնենք շաբաթը երկու կամ տեսնենք, եթե ստացվի երեք, շատացնենք պարապմունքները։ Ինչի են սա աստղանիշ դրել, իրանք հայրերը կամեն, այսինքն ասում են, էսի լավ խնդիր է, աստղանիշը նշանակում է լավ խնդիր է, ասում են բաց մի թողեք այս խնդիրը անպայման լուծեք, եկեք նայեք, տեսնենք, թե այս խնդրի պահանջը ինչ է, ու հետո ես մի հատ էլ միտք ունեմ բացատրելու այս սիմուլյացիայի խնդիրների մասին, ընդհանրապես ալգորիթմից ծրագրի անցնելու տեխնոլոգիա կա, կուզենայի այդ տեխնոլոգիայի մասին պատմել։ Այս խնդիրը ընդհանրապես այս ԱՄՆ օլիմպիադաների խնդիրների մեծ մասը հերոսներ ունեն, ու այդ հերոսները հենա գրածը արկածը խնդիր Բեսին է ու Ֆերմել Ջոնն է։ Ֆերմել Բեսին կով է, այս Ֆերմել դե կովեր է պահում։ Ինչի է իրանց մոտ էսպես, որովհետև Միացյալ Նահանգներում դպրոցական օլիմպիադաների կենտրոնը դա Վիսկոնսինի նահանգն է, իսկ այնտեղ, որքան ես գիտեմ, իրանք ամբողջ երկրին ապահովում են նկատամթերքով, դրա համար կովը իրանց գերբն է, ու դրա համար ստեղ հերոսները Ֆերմել Ջոնն ու Բեսին են, ու սրանց կովերը ինչ ասես անում են։ Հիմա այս կովը այս անգամ տրակտոր է քշում, ու ինքը մի հատ ճանապարհով է անցնում, որ ֆիքսած է, այսինքն այս 100 մղոնը ճանապարհ երկարությունը ճիշտ 100 մղոն է, ոչ ավել, ոչ պակաս, այդ պետք չի մուտքա գրել։ Ու ինքը այդ 100 մղոնը քշում է, ինչ որ հատվածներ անցնելով ինչ որ արագությամբ, ու այդ արագության փոփոխությունը sense ակնթարթային է տեղի ունենում, բայց այդ ճանապարհի վրա կա արագություն չափ, սահմանափակումներ արագության վրա,
ու եթե այդ արագությունը գերազանցում է, բարձա պիտի տուգանեն։ Հիմա պետք է բարձր, այսինքն մուտքային տվյալները այս օրինակի վրա կարող եմ բացատրել։ 3-3, այս առաջի 3-ը ցույց է տալիս սկզբում սահմանափակումներն են, թե իր անցածն է։ Սկզբում առավելագույն արագություններ։ Այսինքն նայեք այս առաջ 3 տողը, որ նայում ենք, առաջ սյունյակի թվերի գումարը ճիշտ 100 է։ Այսինքն ստեղ ասվում է, որ առաջի 40, դե իրենց մոտ մղոն է, մենք կիլոմետր ասենք, առաջի 40 կիլոմետրի վրա սահմանափակումը 75 կիլոմետր/ժ արագությունը, հետո հաջորդ 50 կիլոմետրը պետք է իջեցնել արագությունը 35-ով, հա, վերջի 10 կիլոմետրը 45, սա սահմանափակումներն են։ Մյուս 3 թիվը այդ բեսիկով է, որ քշել է տրակտորը, իր արագություններն է։ Այսինքն ինքը 40 կիլոմետր քշել է 76 արագությամբ, մեկով գերազանցելով թույլատրվող սահմանափակումը, բայց հետո ինքը 20 կիլոմետր 30-ով է քշել, որ ընդհանրապես այնտեղ 35 է թույլատրում, հիմա դանդաղ է քշել, իսկ հետո հաջորդ 40 կիլոմետրը ինքը 40-ով է քշել։ Այսինքն մեկ էլ ինքը արագությունը մեծացրել է, 40-ը սարքել, երբ որ ինքը գտնվում էր IS 50-ի մեջ, որտեղ 35-ն է թույլատրվում, որտեղ ինքը 40-ով է գնացել, հետևաբար մաքսիմալը, որ ինքը գերազանցել է արագությունը 5 է եղել։ Այս հյուսակոյի խնդիրների առանձնահատկությունը այն է, որ շատ ժամանակ բավականին ջանք է պահանջում հասկանալու, թե խնդիրը ինչ է ուզում։ Ուրեմն մենք դեռ բրոնզի մեկ հեշտ խնդիրներ ենք դեռ նայում, դե որովհետև իրանց մրցույթները տևում են 4 ժամ, ընդամենը 3 խնդիր է ու դրա համար պետք է հանգիստ առանց շտապելու անպայման հասկանալ օրինակով վրա պարզաբանել, թե պատասխանը ոնց է ստացվում։ Խնդիրը պետք է ամբողջությամբ հասկանալ, միջև իր լուծման վրա մտածել է։ Այս առումով էլ դպրոցական օլիմպիադաները տարբերվում են ուսանողական օլիմպիադաներից։ Նայեք, դպրոցականներին տալիս են 3 խնդիր ենթախնդիրներով, ու կապ չունի դուք այդ 3 խնդիրը կամ ենթախնդիրը լուծում եք մրցույթի սկզբում, միջնամասում, վերջում, որքան արագ եք լուծում, կարևոր չի, հա։ Կարևորը թե դուք այդ ժամանակի մեջ քանի խնդիր լուծեցիք։ Իսկ ուսանողական օլիմպիադաներում դա հաշվի առնում, այսինքն այնտեղ պետք է արագությունը հաշվի առնում, պետք է եւ ճիշտ լուծել եւ արագ լուծել։ Ու դա բերում է նրան, որ տարբեր տակտիկաներ պետք է օգտագործել։ Code Forces-ի մրցույթներն էլ ուսանողականի նման է։ Այնտեղ կարող է երկու հոգի, երկուսն էլ 3 հատ խնդիր լուծեն, բայց մեկը գրավի ենթադրենք 1000-րդ տեղը, մյուսը գրավի 5000-րդ տեղը, ու այս 1000-րդ տեղը գրավողը ահագին պլյուս ունենա, իր ռեյտինգը աճի, իսկ այն մեկը, որ 5000-րդ տեղն է գրավել, հակառակը նրա չափ խնդիր է լուծել, բայց իր ռեյտինգը նվազում է։ Ճիշտ է, դա նաև կախված է իր ռեյտինգի միջև մրցույթ եղած արժեքից, չէ, որտեղ եթե քո ռեյտինգը արդեն բարձր է, քեզնից սպասվում է, որ դու պիտի դա ավելի արագ լուծես։ Իսկ դպրոցական օլիմպիադաներում ուրիշ խնդիրը մարդը պիտի կարողանա այդ իր 4 ժամը կամ 5 ժամը նախորդ մտածի ոնց ինչը երբ անելու, ոնց անելու, բաշխի ռացիոնալ օգտագործի այդ ժամանակը։ Հիմա սա ոնց պիտի լուծենք, էլի երևի Լևոնն ու Կարենը լուծել են։ Ինչն է սիմուլյացիա, ով կասի, ոնց ամենահեշտ ձևը սրա լուծման որն է։ Նայեք յուրաքանչյուրը անգամ որ անցել է, ինքը ինչ
ինտերվալները միջոցով անցել, յուրաքանչյուրի համար հաշվենք ինչքան է գերազանցել իր արագությունը ու դրանց մաքսիմումը տպել։ Հա, բայց ոնց այնտեղ ինտերվալը ասենք 40, այստեղ այս օրինակում առաջի ինտերվալը երկուսի մոտ էլ 40 է, բայց եթե տարբեր են ինտերվալները, ոնց ենք համատելու։ Դե մի հատ ընթացիկ փոփոխական կպահենք, ամեն անգամ կգնանք այդ փոփոխականը առաջ կտանենք այնքան, ինչքան որ այդ մինչև այդ ճանապարհը գնացել, սորթուփը international, հետո կհաշվենք մաքսիմումը, որ գերազանցել է, ու դրանց մաքսիմումը կգնի։ Հմ, Սա Լևոնը կարողանա լուծել են, թե չէ։ Իրանք չեն ասում, իրանք գրում են, իրանք լուծել են, երևի շատ մեկ չէ, իրոք յուսակոյում այդ խնդիրը կա, օրինակ ես էլ եմ լուծել, կարող եմ արդյոք ես տեսնել իմ լուծումը, որը ժամանակին արել եմ։ Մի հատ ես գնամ ու այստեղ լոգին եղնեմ, ու հիմա որ հետ գամ, այս կանաչ վանդակները ցույց են տալիս, որ թեստերն են, 10 հատ թեստ, իմ լուծումը անցել է այս 10 հատ թեստը, բայց լուծումը չկա, հա, այսինքն յուսակոն կամ ինքը իր ներսում չի պահում մեր լուծումները, կամ էլ ցույց չի տալիս, հետևաբար դուք պիտի ձեր մոտ պահեք, եթե ուզում եք ցույց տալու համար ձեր լուծումները։ Ես օրինակ շատ կայքերում խնդիրներ եմ լուծում։ Հիմա պետքա պետք չի մի հատ ֆոլդեր ունեմ իմ համակարգչի մեջ, որտեղ ամեն կայքի համար ենթա ֆոլդեր եմ սարքել ու այդ CPP ֆայլերը գցում եմ դրա մեջ ու ֆայլերն էլ այնպեսի անուններ եմ տալիս, որ եթե պետք լինի հեշտ գտնեմ, բայց դա այդքան կարևոր չի։ Հիմա այստեղ հա, այստեղ մի պահ էլ կա, երկու պահ կա։ Ուրեմն մի պահ հետևյալն է։ Խնդրում ասվում է, որ երկարությունը ճիշտ 100 մղոն է, այսինքն նախադասություն կա։ Վաչեի ասած մտքում, որ ինքը նկարագրում էր ինչ որ լուծում, այնտեղ այս հանգամանքը հաշվի չի առնվում։ Հա։ Մի հատ հետաքրքիր գիրք կա, հունգարացի մաթեմատիկոս կա, ազգանունը Օյա։ Եթե մենք հիմա փնտրում անենք Օյա, գիրք կոչվում է Ինչպես լուծել խնդիրը։ Ես ուր գնացինք, Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում այդ գիրքը կա։ Այս Պոյան իր գրքերը գրել է 1950-ական թվականներին, փորձը գտնել այդ գիրքը, ինքը ճիշտ է մաթեմատիկային է վերաբերում, ինչի մասն է այս գիրքը, դե գիտնականները դեռ վաղուց Դեկարտի ժամանակ իրանք փորձել են գտնել ունիվերսալ, կարելի ասել հիմիկվա տերմիներով ալգորիթմ ցանկացած խնդիր լուծելու համար։ Լեյբնիցն ա դրանով զբաղվել,
բայց պարզվում է, որ դա անլուծելի խնդիր է, ինչ որ մի հատ ընդհանուր սկզբունք ասես, թե ալգորիթմ թե ցանկացած գիտական խնդիր ոնց է լուծվում, բայց այս Պոյան գիրք է գրել, թե մաթեմատիկայի խնդիրի եթե մենք լուծում ենք, ապա ինչ մոտեցումներ ցուցաբերել, օրինակ մասնավոր դեպք լուծել, ընդհանրացնել խնդիրը, մի հատ փորձել հիշել նմանատիպ խնդիր լուծել ենք, թե չէ, գրքի վերջում էլ մի հատ բլոկ սխեմա է ներկայացնում այդ իր քայլերը, հնարքները, թե ոնց է պետք մոտենալ խնդիր լուծելու համար։ Հիմա ես ինչի հիշեցի այս Պոյային, որտեվ ինքը այդ գրքում միացած նախադասություն է ասում է, եթե դու խնդրի պահանջներից, պայմաններից ինչ որ մեկը չեք օգտագործել, ուրեմն ամենայն հավանականությամբ ձեր լուծումը սխալ է։ Դա վերաբերում է մաթեմատիկական խնդիրներին։ Մեր ծրագրավորման խնդիրներին մի քիչ ուրիշ ձև պիտի ձևակերպենք, որ եթե խնդրի պայմաններից ինչ որ մեկը չենք օգտագործել մեր լուծման մեջ, ուրեմն կամ մեր լուծումը սխալ է, կամ մեր լուծումը արդյունավետ չի, ավելի լավ լուծում կար, իսկ ստեղ իրոք կա ավելի լավ լուծում, ավելի պարզ լուծում, էլի, որ ծրագիրը պարզ լինի, շատ հասարակ լուծում։ Վարվում ենք այսպես, օգտվում ենք այդ հանգամանքից, որ 100 է երկարությունը, երկու հատ զանգված ենք վերցնում, ասենք մեկը A, մեկը B, անսահմանափակումներն բենել այդ Պեսիկովի անցած ճանապարհն է, սրանք 100 երկարության է, մեզ ասում է, որ 40 հատը 75 է, առաջ 40 կիլոմետր է, ամեն վանդակը մի կիլոմետրի է, մի կամաղոնի է համապատասխանում, ուրեմն վերցնում ենք առաջի 40 հատը, ուստեղ բոլոր էլեմենտներին վերագրում ենք 75, հետո ասում է հաջորդ 50-ը 35-ը, ուրեմն հաջորդ 50 հատը 35-ներ ենք լցնում, հետո վերջի 10 հատը 45-ներ, այս զանգվածը սարքում ենք, նույն տրամաբանությամբ այս երկրորդ զանգվածն ենք սարքում, այսինքն 76-երն ենք լցնում, հետո 30-ները քանի հատ որ պետք է, հետո 40-ները, դա շատ հեշտ է, էլի։ Այս երկու զանգվածները որ եղավ, 100 էլեմենտանոց զանգվածներ, անցնում ենք ու A-ին համատում ենք B-ի հետ, որտեղ որ B-ին մեծ է A-ից, պիտի այդ տարբերության մաքսիմումը գտնենք։ Եթե հանկարծ բոլոր B-երը A-երից փոքր են, ուրեմն մենք պիտի 0 տպենք, որտեղ այդ դեպքում ինքը չի խախտում, ոչ մի չի գերազանցում։ Այս էլ է գրելով պարզա։ Էսի ամենապարզ հասարակ լուծումն է, համաձայն եք, չէ։ Մենք ունենք 4 րոպե, ու սա իրոք իրանք այս խնդիրը աստղանիշ են չէ դրել, այսինքն սիրուն խնդիր է, եթե սիրուն լուծումով եք անում, կարող եք նայել մեկ էլ այս խնդիրը, եկեք այս խնդիրը նայեք ու մյուս դասին ես կպատմեմ, միգուցե այս խնդրի, միգուցե ուրիշ խնդրի հիման վրա, այդ իդեայի մասին, որը գիտնականները մշակել են 1970-ականների սկզբներին, մեթոդ, ինչպես իդեայից, ալգորիթմից գրել ծրագիրը, աստիճանաբար վերել հասցնել ծրագրին, անթերի սիրուն լավ ծրագիր գրել։ Այս խնդիրը հայերենը չունի, բայց ես պայմանավորվել եմ Բրայան Դինի հետ, որ եթե ես ինչ-որ խնդիրների հայերեն թարգմանությունները ուղարկեմ ինքը կտեղադրի, այս խնդիրը հեքիաթը սենց է, Կորոցկովի խնդիրը, հա, մյուս տեխնիկական պահը սա է, որ պետք է մուտքային տվյալների ֆայլից կարդալ, lost code.in ֆայլից կարդալ, այսինքն ոչ թե cout է պետք անել, այլ ֆայլից կարդալ ու ֆայլի մեջ տպել, սա տեխնիկական պահ է, երևի ես ավելի լավ հաստատ մարդիկ կլինեն, որ
այս գիտելիքը չունեն, այս տեխնիկական պահը, ես ավելի լավ է 2 րոպե ժամանակ սրա մասին ասեմ, իսկ խնդիրը դուք կկարդաք, հա։ Ուրեմն, եթե դուք ուզում եք ֆայլից մուտքագրում անել ու պատասխանը տպել ֆայլի մեջ, մի քանի եղանակ կա, եւ C-ական եղանակը կա, եւ C++-ից 2 եղանակ կա։ Ես ասում եմ ամենահեշտ գրվող եղանակը, ամենահեշտ հիշվող եղանակը, գրելու ավելի հեշտ եղանակ կա։ Ուրեմն պետք է include անել ոչ թե IOStream, այլ FStream։ Այս F-ը ֆայլ բառից է, հա։ Ու հետո մենյուն, որտեղ դուք ձեր փոփոխականներն եք հայտարարում, պետք է հայտարարել մի հատ ifstream փոփոխական։ Ստեղ անուն դուք եք դնում, այս ifstream-ը տիպն է, ընդհանրապես որ մենք include ենք անում, include iostream ենք անում, ապա այնտեղ ինչ որ կլասներ են հայտարարված։ Ու C-ի կլասը iStream-ն է, բայց ֆայլերի հետ որ մենք աշխատում ենք, ուրեմն պետք է օգտագործել ifstream կլասը։ Սա տիպը գրեցինք, հետո պիտի ստեղ անունը գրենք փոփոխականի, ինչ անուն ուզենանք կգրենք։ Որպես կանոն ես գրում եմ F-ին, հա, ու հետո կլոր փակագծերի մեջ գրում ենք այդ իրանց տված ֆայլի անունը։ Lost cove get in։ Վերջ, այսքանը գրեցինք, հետո C-ի փոխարեն ուղղակի գրում ենք F-ին, ասենք թե N։ Նույն լոգիկայով արտացումը անում ենք OF stream-ով ենք գրում, անունը կարող ենք դրել fout, բրակետների մեջ գրել ֆայլի անունը ու տպելուց էլ fout ենք ուղղակի օգտագործում, հեշտ է, cout-ի փոխարեն։ Ոնց որ թե հասցրեցի ու մեր ժամանակն է սպառվում, մենք էլ հասցնենք իրար ասենք ստեսություն, եթե հարցեր լինեն կարող եք հենց Telegram-ի մեջ գրել։ Ընդհանուր չաթում կամ առանձին ոնց կուզեք ստեսություն։ Տեսություն։ Տեսություն։